Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք դավարի աղացած մսով եւ կանաչ լոբով ճաշ։ Շատ արագ է պատրաստվում, երբ որ տեսնում եք սեզոնում կամ շուկայում արդեն կանաչ լոբին կա, այս ճաշը կարող եք պատրաստել, որովհետեւ շատ երկար ժամանակ պետք չունի։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո կանաչ լոբի, 300 գրամ դավարի աղացած միս, մի քիչ ազատ քեղ, 8-ից 10 բջեղ սխտոր, մի հատ սոխ, 4-ից 5 գդալ բղբեղի մածուկ եւ 2 գդալ լոլիկի մածուկ, սիլի չուր ճաշը եփելու համար։ Ցիտապտղից հետ աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ կուզու եւ ոչ կծու եւ իհարկե համեմի սերմի փոշի։ Շուկայից վերցնում եք կանաչ լոբին, գալիս եք, արդեն կտրատում եք, ոնց ես արել եմ, հիմա արդեն ես 2 հատնա մնացել, ես մի քիչ շուտ սկսեցի, որպեսզի ժամանակից օգտվեմ, ուղղակի ես սկզբում եւ վերջը ասենց կտրում եմ ու հետո այսպես մարացնում եմ, ավելի բզդիկ մանրներ ենք անում, տենց սկիզբը եւ վերջը հանում եմ ու անում ենք։ Ինչի է այս ճաշը շատ արագ ստացվում, որովհետեւ դե կանաչ լոբին թարմ վերցնում գալիս ենք, իսկ աղացած միսը շուտ է եփում։ Դրա համար ինքը շատ շուտ կստացվի։ Բայց այս նույն ճաշը ես մեկ-մեկ անում եմ ֆիլե միսով, բայց ֆիլե միսը մի քիչ մեկ-մեկ երկար պետքա տևե, մեր եփելը դրա համար երկար է տևում, բայց եւ նույնիսկ կարող ենք այդպիսի միսով անել, այսինքն կտոր միսով։ Հիմա այստեղ տեսնում ենք սոխը սխտորը եւ արդեն լոբին կտրատած պատրաստ է, միսը, լորիկի եւ բղբեղի մածուկները։ Ուզում եմ սոխը կտրատել մանր կտրատելուց արդեն կարող ենք սկսել տապակել, սոթե անել ու կամաց ավելացնել ամեն ինչ։ Սոխը քարագուսիների եմ վերածելու այսպես։ Եվ մարացնելու եմ։ Սխտորը ես ընդհանրապես սիրում եմ սխտորը գեսը ամբողջական թնել եւ գեսը ջզմել։ Դուք էլ տենց արեք, նայեք ինչքան համով կստացվի։ Այսպես։ Իսկ եթե բուսակեր եք, կարող եք առանց միսի անել, իսկ մենք արդեն մի հատ առանց միսի զեթով կանաչ լոբի պատրաստել ենք ու արդեն կտեսնեք առանց միսի տարբերակ։ Ահա, այստեղ ուզում եմ արդեն փանալ, որպեսզի տաքանա ու մենք սկսենք։ Մի քիչ ես կողմ եմ բերում կանաչ լոբի, սխտորը, սոխը։ Դե սխտորը ասեցինք մի քանի հատ կմարացնենք, անուշիկները կթողենք, որպեսզի մնան իրենք տենց սիրուն մեր ճաշի մեջ։ Մնացածը արդեն կճզմենք։ Մի քիչ ցիտապտղից հետ սոխը մի անգամից սխտորները ջզմենք, իրա մեջ ավելացնենք։ Ապա։ Ես էլ ենք ավելացնում։ Եվ ամբողջական սխտորները։ Մի քիչ խառնում եմ 2 րոպե, հետո ավելացնում եմ միսը։ Ավելացնում եմ քմիսը։ Շատ արագ մարացնում ենք։ Մի քիչ էլ ենք մարացնում, որպեսզի աղացած միսը սենց փոքր կլոր կտորներ լինեն։ Հիմա ավելացնում եմ աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, կծու կարմիր բղբեղ, եւ համեմի սերմի փոշի։ Խառնում եմ։
Մի քիչ եմ շարունակում ճզմել միսերը, ճիշտ այսպես։ Այդ եթե սպատուլա եք օգտագործում, ինքը ցես կօգնի, որ միսերը մարացնեք։ Ու ինչքան մարացնեք, այնքան ավելի համով կլինի, որովհետև ինքը կդարածվի ընդհանուր լոբիին հետ։ Հիմա արդեն ավելացնում եմ լոբին։ Միսը դեռ ընդհանրապես չէ եփած, բայց իրար հետ շարունակելու են ու հետո ջուրով ենք ավելացնելու, այսինքն ջուրը ավելացնելուց հետո շարունակենք եփել։ Հիմա պետք է ավելացնել բաղբեղի մածուկը և լոլիկի մածուկը ու խառնում ենք։ Նայեք, արդեն աղացած միսը լավ տարածում ունի, մի քիչ եմ խառնում, հոդը խենթանալիք է ասեմ ձեզ։ Իսկ հիմա օգնության է հասնում սիլի ջուրը։ Մի հատ եմ խառնում։ Ու թողելու ենք եփի, մոտավոր 20-ից 30 րոպե։ Լավ բայց խառնում ենք, որ այդ բոլոր համերը իրար օգնեն։ Ուպս։ Դե ինձ սիրելիներս, ուզում եի հիշեցնել, որ այս բոլոր ապրանքները կարող եք գտնել 8 սուպերմարկետից, նամանավանդ, որ իրենք խաղարկություն ունեն, որ ինչ-որ գնում անեք 5000 եւ ավել գնումներ նշված տեսականուց, Բայնալբանդյան, կարող եք մտնել խաղարկության եւ շահիլ բնակարան, նորակառույց բնակարան, իսկ արդեն խաղարկությունները հունիսի վերջում կհստականան, այսինքն շտապեք եւ ձեր գնումները կատարեք 8 սուպերմարկետից։ Դե ինձ սիրելիներս, ես էլ ստեղ մի հատ մաքրաքորձ եմ, գնամ օջարվիմ, իհարկե ABC-ով, հետ վերադառնանք ու շարունակենք։ Դե ինձ սիրելիներս, արդեն տեսնում եք ստեղ ինչ լավ, մեր ջաշը գրեթե պատրաստ է։ Նայեք, վաու, 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 հոդը, համը, կարող ենք արդեն անցարել։ Իրականում հոդը այնքան համով է, որ ես չեմ հավատում այդ վարգյանը, որ ուտեմ, բայց այսպիսի ջաշեր, երբ որ օրինակ այնտեղ միսա եւ բանջարեղենի տեսակ, համեմունքն է կարևորը, իսկ մենք, որ օգտագործում ենք մարանիկ, ես շատ ուրախ եմ, որ այդ համեմունքը ստանում եմ շատ թարմ։ Նամանավանդ համեմի սերմի փոշին, այդ եթե թարմ չեղավ, ընդհանրապես ինքը լեղվություն կտա, բայց եթե թարմ ա լինում, ինքան տենց համով թարմացնող համա տալիս, որ չեք պատկերացնում։ Դրա համար միշտ օգտագործելուց միշտ ասել եմ ձեզ, կամ լավ որակի համեմունք, կամ չենք օգտագործում ընդհանրապես։ Ավելի լավ է առանց համեմունքի պատրաստեք, քան թե ինչ որ անորակ համեմունքով։ Հետո չասեք, շաղիկը չասեց։ Այն էլ ասեցի։ Մի հատ ուզում եմ լավ ազատ կեղի գլուխ գտնեմ։ Եվ այսօրվա պաղաթրադոմսը դավարի մսով եւ կանաչ լոբով ջաշը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։
Դե ինձ սիրելիներս, տեսակ, ինչքան հեշտ արագ պատրաստեցինք ու անհամբերենք փորձենք։ Yummy, մի հատ լոբից, մի հատ միսից վերցնեմ։ Մի հատ էլ ուտեմ։ Իրականում ես բզդիկ թեթև խրխտանություն սիրում եմ մնա լոբիին, որովհետև տենց մերած վիճակ չի ունենա։ Հիմա ինքը շատ լավ եփել է ու այդ խրխտանությունը կա, շատ ուրախ եմ։ Միսին համը խենթանալիք, սոխտորը սոխը խենթանալիք, գծությունը մի քիչ։ Մի խոսքով իդեալական ջաշ։ Անպայման պատրաստեք, որպեսզի բաց չթողնեք այսպիսի համովություն։ Իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կեթրոն TV եթերով։ Ստեսյուն։